քննչական գործողությունը վերաբերում էր լրացուցիչ ցուցմունք տալուն եւ որպես այդպեսին որևիցե նորություն չհայտնվեց քրեական գործի ճանապարհներում եւ Մուշեղ Սրբազանը օգտվելով իր դատավարական իրավունքից հրաժարվեց ցուցմունք տալուց։ Ենթադրում ենք, որ այսօրվա հրատապ ցուցմունք տալու անհրաժեշտությունը ծագել է այսօրվա քրեական ժողովի պայմաններից ելնելով։ Պատճառը դա է հանդիսացել, որովհետև ինձ առավոտյան ժամը 10-ից սկսած անդադ զանգահարել են եւ խնդրել են, որպեսզի մի քանի ժամվա մեջ ներկայանանք եւ ոչ միայն ինձ, այլ բոլոր այլ մնացած պաշտպաններին, սակայն մեր ծանր վերնավատությունից ելնելով մենք այժմ ենք ուղղակի կարողացել ներկայանալ քննչական կոմիտե։ Իսկ Հայկազան Սրբազանի նույն գործով է կանչվել է քննչական կոմիտե։ Այո, բոլոր սրբազանները այսօրվա հրավիրված։ Արման Սարոյանին կարգալույց անելու։ Այո, քանի որ քրեական վարույթը նախաձեռնվել էր, որովհետև Էդգար Հովհաննիսյանի կողմից կայացված դատավճիռի կատարողական վարույթը հարկադիր կատարողները չկատարելու եւ վերագրելով սրբազանները խոչընդոտելու հանգամանքին քրեական վարույթ է հարուցվել եւ դա է պատճառը, որ այսօր բացասչար հոգեվորականները անընդհատ սույն գործով հրավիրվում են քննչական կոմիտե, կարծում ենք, որ սա իրավունքի չարաշահում է եւ նախաքննության մարմինները բարեխիղճ չեն օգտվում իրենց լիազորություններից։ Այսինքն նախաքննությունը դեռ չի ավարտվել, այդ գործի շրջանակներում շարունակվում հարցաքննությունը։ Այո, չենք էլ կարծում այս նախաքննությունը որպես այդպեսին շուտ ավարտվի, որովհետև ինչպես գիտեք, օրինակ գործեր կան, օրինակ Ալեքսանդր Կոչուբաևի գործը ընդամենը 16 օր տևեց նախաքննությունը եւ դատարան ուղարկել է, բայց պրակտիկայում տեսնում ենք գործեր կան, որ տարիներով քննվում են։ Սրբազանները դեռ երկրից դուրս գալու արգելքի տակ են։ Եթե չեմ սխալվում, սրբազաններից մեկ հոգու արգելքն է վերացվել, եթե չեմ սխալվում, որպեսզի վերջինս բուժման նպատակով արտերկիր մեկնի եւ մնացած բոլոր սրբազաններն, այդ թվում նաեւ Մուշեղ Սրբազանի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու արգելքը կա, այսինքն խափանքչը կիրառվել է երկիրը չլքելու արգելքը, բացակայելու արգելքը։ Եվ ներսում հարցաքննվեցին, թե հրաժարվեցին հարցաքննությունից սրբազանը։ Մուշեղ Սրբազանը օգտվելով իր դատավարական իրավունքից հրաժարվեց ցուցմունք տալուց, որովհետև վստահ ենք, որ սույն քրեական գործը հարուցվել է ոչ այն նպատակով, որ արդարադատություն իրականացվել, նպատակով, որ խոչընդոտի մայր առաքելական եկեղեցու բնականոն գործունեությունը։